Հայաստանով անցնող ռազմավարական ճանապարհը, այսպես կոչված թրիփը, արդեն մի քանի ամիս է, ինչ տարածաշրջանային երկրների ուշադրության կենտրոնում է։ Մինչ Հայաստանում հայտարարում են, թե սա տնտեսական բում է դառնալու երկրի համար, Իրանը առաջ է քաշում անվտանգային հարցեր։ Մտահոգված են հարևան երկրում ու բազմիցս ուղիղ խոսել են այդ մասին տարբեր հարթակներից։ Վարչապետ Փաշինյանն ասում է, բոլոր հարցերի պատասխաններն ունեն, մտահոգությունները կփարատեն։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացքը պետք է գնա գա, ավտոմեքենա պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Թրիփ նախագիծը ըստ Փաշինյանի ավելի մեծ տնտեսական հեռանկարներ ունի, քան թվում է ու իրագործման դեպքում շահող է դուրս գալու նաև Իրանը։ Թրիփ նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 200 տոննա լոլիկ։ Սրանք պաշտոնական տվյալներով հունիսին Հայաստանից արտահանված ապրանքների մի մասն են, բայց ոչ Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Արտահանման սահմանափակումները հայկական ծագման արտադրանքի համար դեռ գործում են։ Ռուսաստանի ու Հայաստանի վարչապետերի մակարդակով հանդիպում կայացել է, քննարկվել է նաև սահմանափակումների հարցը, բայց Փաշինյանը չի շտապում մանրամասներով կիսվել, սպասում է դրանք իրականություն դառնան։ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Չնայած պաշտոնական վիճակագրությունը փաստում է հայկական ծիրանի, կեռասի ու լոլիկի արտահանման մասին, իրականությունն այն է, որ հայ արտադրողն ու արտահանողն այսօր նոր այլընտրանքային շուկաներ են փնտրում։ Հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները շարունակում են մնալ օրակարգային խնդիր։ Ռուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել, ինչը կմեծացնի ներքին շուկայի մատակարարումները։ Կառավարությունում վառելիքի հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա հայտնել է, որ հուլիսին կառավարությունը կսկսի նավթամթերքի ներկրումը։ Ռուսաստանի նախագահը վառելիքի հետ կապված դժվարությունները անվանել է ժամանակավոր, որը նաև կապված է հակառակորդի արձակուրդների սեզոնը խափանելու եւ հասարակության մեջ նյարդային իրավիճակ ստեղծելու փորձերի հետ։ Այսօր մենք արգելք դրեցինք դիզելային վառելիքի արտահանման վրա։ Սա մեզ հնարավորություն կտա ավելացնել ներքին շուկայի մատակարարումները։ Հուլիսին մենք նաև կսկսենք նավթամթերքի ներմուծումը։ Ավելացնում ենք նաև արտադրության լրացուցիչ ծավալները։ Մենք եւս 1 տարով երկարաձգել ենք ներմուծվող նավթամթերքի եւ հավելանյութերի զրոյական մաքսատուրքը։ Ռուսաստանի Պետդուման ներգաղթյալների կեցության նոր պայմաններ սահմանող օրենք է ընդունել։ Ըստ այդմ զգալիորեն ավելացնում է հարկային տուրքերը։ Օրինակ, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար նախկինում սահմանված 4200 ռուբլու փոխարեն միգրանտները նոր փոփոխությամբ պարտավոր են լինելու 50,000 ռուբլի վճարել։ Այլ կերպ Ռուսաստանի քաղաքացիության վճարի չափը բարձրանում է 12 անգամ, 8 անգամ էլ բարձրացվել է ժամանակավոր բնակության իրավունք ստանալու արժեքը 1920-ից հասնելով 15,000 ռուբլու։ Մշտական բնակության տուրքը նույնպես բարձրանում է 5 անգամ 6,000-ից մինչև 30,000 ռուբլի։ Սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրից մինչ այս պահը կարողացել է օգտվել 3820 մարդ։ Նշյալ ծրագրի շրջանակում կառավարությունը 16 միլիոն դրամ է հատկացնում այն քաղաքացիներին, ովքեր ունեն տնամերձ հողատարածք սահմանամերձ համայնքներում եւ առանձնատան նախագիծ, որը ցանկանում են կառուցել այդ հողատարածքի վրա։ Ծրագիրը ընդլայնվել է ի հաշիվ ոչ սահմանամերձ այն համայնքների, որտեղ կառուցվում է նոր դպրոցի շենք, սակայն աշակերտների թիվը պահանջվածից 50%-ից էլ պակաս է։ Եվ ահա այսօր կառավարությունը սահմանել է նոր կանոններ, որոնց շնորհիվ ավելի մեծ թվով քաղաքացիներ կկարողանան օգտվել այս ծրագրից։ Այս ընթացքում բազմիցս առաջացել են խնդիրներ, որ մարդը
ունի չկատարված պարտավորություններ ֆինանսական կազմակերպություններին կամ բանկերին կամ այսպես ասած սև ցուցակումը հարկադիրի տակ է, բայց քանի որ հարցը սոցիալական բնույթ ունի եւ հաշվի առնելով նաեւ այն, որ բնակարանը մեր պայմանով մի X ժամանակ չի կարող օտարվել, ճիշտ է, մոտավորապես 10 տարի, թե 20 տարի, 10 տարի 10 տարի չի կարող օտարվել, այս դեպքում մենք մտածեցինք, որ խնդիրը շրջանցենք, այսինքն չկապենք մեկը մյուսի հետ։ 50,000 դրամ պետական տուրք, 0 քննություն, բայց սովորական 13-ի փոխարեն ընդամենը 6 տուգանային միավոր։ Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական վկայականից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր ընթացակարգը։ Քննություն չի լինի, բայց սխալվելու սահմանաչափը կիսով չափ կրճատվում է ու սահմանվում է 1 տարվա փորձաշրջան։ Այս հնարավորությունից անձը կարող է օգտվել միայն 1 անգամ։ Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքի զրկված այն քաղաքացիներին, ում պատժի ժամկետն արդեն սպառվել է։ Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների խոսքը մոտ 18,000 վարորդի մասին է։ Եթե կան մարդիկ, որոնց զրկման, վարելու իրավունքի զրկման ժամկետը դեռևս չի լրացել, անպայման պետք է սպասել մինչև այդ ժամկետը լրանա։ Լրանալուց հետո այլի կրկին մնացած պայմանները նույնն են, 1 տարվա ընթացքում դիմել պետական տուրք եւ այլն, դրա մասին արդեն խոսել են։ Որովհետեւ կարող է տպավորություն ստեղծել, որ բոլորը իբր հուլիսի 6-ից կարող են դիմել, բայց այդպես չէ։ Պետք է անպայման զրկման հիմքը վերացած լինի, այլ կերպ ասած, զրկման ժամկետը պետք է լինի ավարտված։ Արտոնությունը տարածվում է բացառապես ճանապարհային խախտումների, այդ թվում բալերի սպառման կամ ոչ սթափ վարելու պատճառով վարորդականից զրկվածների վրա, բայց 6 միավորի սահմանափակումը նշանակում է, որ երթևեկության կանոնների կրկնակի խախտումը վարորդին արագ կվերադարձնի նախկին կարգավիճակին։ Պարեկային ծառայությունում հստակեցնում են, սա վարքագիծը փոխելու պայման է։ Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար իրենք զրկվել են վարելու իրավունքից, ես վստահեցնում եմ, որ 6 տուգանային միավորը իրենց համար 2 օրվա սպառելու հարց է լինելու։ Այսինքն սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո նոր ստանալ 13 տուգանային միավոր։ Գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ։ Քաղաքացին ներքին գործերի նախարարության կայքում հերթագրվում է հատուկ առանց քննությունների բաժնում, ընտրում է օրն ու ժամը եւ համապատասխան հաշվեհամարին վճարում է 50,000 դրամ պետական տուրքը։ Եթե վարորդական վկայականի գործողության ժամկետը արդեն սպառվել է, ապա բացի 50,000 դրամից պետք է վճարվի նաեւ նոր վկայականի տուրքը։ Պլաստիկ քարտի համար 12,000 դրամ, իսկ թվային տարբերակի համար 6,000 դրամ։ Գործող վկայականների դեպքում հավելյալ վճար չի առաջանում։ Այս կարգից օգտվելու համար քաղաքացիներն ունեն ուղիղ 1 տարի ժամանակ։ Նախաձեռնության հիմնական նպատակը քննական ստորաբաժանումների բեռնաթափումն է եւ վարորդներին իրավական դաշտ վերադարձնելը։ Երկու ամսից ավելի է Շենգավիթ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում գարշահոտ է տիրում։ Ըստ քաղաքացիների կոյուղատարը իբր պետք է վերանորոգվեր, բայց փոխարենն աշխատանքներն անավարտ են մնացել, իսկ փորված փոսը շարունակում է անհարմարություններ պատճառել անցորդներին ու նաև վարորդներին։ Հենա էսել կոյուղին հենա ջուրը ոնց է այդում։ Եղտա ջուրը։ Այստեղ նաև բավականին ինտենսիվ է երթևեկությունը, շարժը շատ է, բայց խնդրեմ, տեսեք։ Իսկ փոսից դուրս եկող գարշահոտն ամենուր է անցուդարձ անել չի լինում։ Քաղաքացիների խոսքով վեոլաջերի սկսած աշխատանքների ավարտը այդպես էլ չի երևում։ Բնակիչներ կան, նշում են, որ մի քանի անգամ ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունեցել հիմնականում գիշերային ժամերին։ Բնակիչները քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում, գործնական քայլեր պահանջում։ Կոյուղաջուր է այս ամեն ինչը ու շանոտ է գալի։ Մայրաքաղաքի կենտրոնում հակասանիտարական վիճակ է։ Մաշտոցի պողոտայի 19 հասցեի շենքի բնակիչներն ու տնտեսվարողները հայտնվել են անելանելի վիճակում։ Շենքի կոյուղագիծն է պարբերաբար խցանվում, կեղտաջրերը լցվում են նկուղներ, խանութներ ու հարակից այլ տարածքներ։ Ու այս հոտը սաղ տներով մեր սաղ բնակիչներով սաղ տարածվել է ու մենք գտնվում ենք քաղաքի կենտրոնում Մաշտոց պողոտայում։
Նյութական վնասներից բացի նաև ամենուր գարշահոտ է, մի քանի անգամ չսպասելով պատասխանատուներին, բնակիչները սեփական ուժերով եւ միջոցներով են բացել խցանումը ավելի մեծ աղետը կանխելու համար։ Իրան գալիս են նայում են ժամանակավոր լուծում, ինչ որ կլապան են փոխում, բայց այս հետո էլի ոչ մի բան չի դիմանում, էլի նույն ձևի, որտեվ հիմա մասսայական պիտի սա ռուբեկը փոխվի, ստեի։ Քաղաքացիներին հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ պատկան մարմիններն անտարբեր են։ Արհեստական բանականությունը վաղուց արդեն միայն մեծահասակների օգնականը չէ, այն արագորեն դարձել է նաև երեխաների ընկեր օգնականը, նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Արհեստական բանականությունն օգնում է երեխաներին դասեր պատրաստելիս, անհրաժեշտ տեղեկություն ճշգրտելիս ու անգամ իրենց հուզող անձնական հարցերի պատասխանները փնտրելիս։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաները արհեստական բանականությունից օգտվում են մեծահասակներից եռապատիկ արագ։ 10 երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հավաքագրած տվյալների վերլուծությունից պարզվել է, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն իսկ օգտվել է արհեստական բանականության ծառայությունից։ Երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել եւ վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի։ Մոտ 13 միլիոն երեխա ուսումնառության ընթացքում տնային առաջադրանքները կատարելիս օգտվում է արհեստական բանականության օժանդակությունից։ Կրթության փորձագետների դիտարկմամբ այսօր գլխավոր մարտահրավերը ոչ թե արհեստական բանականության կիրառումն արգելելն է, այլ երեխաներին սովորեցնել այն օգտագործել որպես ուսման գործիք, այլ ոչ թե գիտելիքը փոխարինող միջոց։ Եթե երեխան ԱԲ-ն օգտագործում է պարզապես տնային աշխատանքը կերծելու, հանձնելու համար, բնականաբար դա վնասակար պրոցես է, ու համապատասխանաբար լիքը վնասելու է իրենց հետագա ճակատագրին։ Ճիշտ օգտագործելը ահագին կարող է օգնել, իսկ եթե պարզապես երեխաները օգտագործում են ԱԲ-ն որպեսզի բան անեն, ասենք պրծնեն կոմպետենցիաներից եւ ծնողներից, ապա բնականաբար դա կանեն եւ ոչ մի բան չեն սովորի եւ օգուտ չի լինի։ Խնդիրը միայն տեխնոլոգիան չէ, ասում են մասնագետները, եթե երեխան չի հասկանում, որ սովորում է սեփական զարգացման համար, ապա ցանկացած նոր գործիք կարող է վերածվել պարզապես հեշտ ճանապարհով առաջադրանքը կատարելու միջոցի։ Մեկ այլ ցուցանիշ էլ կա, ավելի քան 2 միլիոն երեխա կամ այլ կերպ յուրաքանչյուր 10-րդը դիմում է արհեստական բանականությանը իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար։ Հենց այստեղ էլ ըստ հոգեբանների առաջանում են առավել լուրջ ռիսկեր։ Մինչև սուիցիդալ բաներ կարող են առաջանալ, որովհետև հարցը կարող է օրինակ երեխան սխալ ձևակերպի ու շատ սխալ պատասխան ստանա, օրինակ երեխան դրա տակ չկարողանա դուրս գալ։ Հարցը նորմալ չձևակերպի կամ նույն պատասխանը մի քանի տարբերակով հնչում է։ Այդ պատասխաններից երեխան, եթե մանավանդ տագնապային երեխա է, կվերցնի այն, ինչը իր խոցելի եւ թույլ մասն է, ու դրա տակ հնարավոր է չկարողանա ինքը դուրս գալ հոգեբանորեն։ Հոգեբանները նշում են, չաթբոտերը հաճախ կարող են ստեղծել աջակցող եւ հուզական միջավայրի տպավորություն, ինչի հետևանքով երեխան կարող է աստիճանաբար սկսել ավելի շատ վստահել արհեստական բանականությանը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման։ Ծնողի վերահսկողությունը պարտադիր է, որովհետև դա անվերահսկելի դաշտ է։ Այնտեղ չի նշվում հարցնողի տարիքը շատ դեպքերում, եւ պատասխանը կարող է օրինակ տարիքային առանձնահատկությունը ոչ հաշվի առնելով հնչել։ Երեխան պիտի անցնի որոշակի կրթություն, թե ինչ ձևաչափով է դա կառուցված, որոնք են ճշգրիտ տվյալներ, որոնք ոչ բացարձակ։ Երեխաների կողմից արհեստական բանականության գործածումը շարունակում է արագորեն աճել։ Մասնագետներն մեկ հարցում համակարծիք են. տեխնոլոգիան ինքնին վտանգավոր չէ, վտանգը ըստ մասնագետների սկսվում է այն ժամանակ, երբ երեխան մնում է դրա հետ միայնակ, առանց գիտելիքի, հսկողության ու ճիշտ ուղղորդման։ Արևային շոկ օրերին արևը ոչ միայն ջերմություն եւ լավ տրամադրություն է, այլև մարդու առողջության համար լուրջ վտանգներ կարող է ստեղծել, հատկապես օրվա որոշակի ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն ավելի ինտենսիվ է, առանց համապատասխան պաշտպանության դրանք կարող են հանգեցնել առողջական խնդիրների։ Մասնագետները զգուշացնում են, ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ։ Դրանց ազդեցության հետևանքով կարող են առաջանալ արևահարություն, մաշկի այրվածքներ, բշտիկներ, փոր, այտուցված
հյուսվածություն, իսկ երկարաժամկետ ազդեցությունը կարող է մեծացնել նաև մաշկի քաղցկեղի առաջացման վտանգ։ Խուսափեք արևի ճառագայթներից 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը այս ժամերին առավելագույնն է։ Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ։ Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր։ Օգտագործեք արևապաշտպան քսուկ, կրեք արևային ակնոց, օգտագործեք հնարավորինս շատ ջուր։ Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերքի, խուսափեք կծու թթու օգտագործելուց։ Մասնագետները նաև զգուշացնում են, չպետք է մոռանալ նաև օրգանիզմի ջրազրկման վտանգի մասին։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում գործածել հնարավորինս շատ ջուր, իսկ սննդակարգում նախապատվությունը տալ թեթև եւ դյուրամարս սննդին, սահմանափակելով կծու եւ չափազանց թթու ուտեստների գործածումը։ Կանգնել ով տեղերում, պաշտպանելուց հակնել սպիտակ զգեստ օրինակ։ Արևի տակ չիննել ալկոհոլային խմիչքով օգտագործված ստամոքսը լիք վիճակում։ Դե երբ որ մարդը ջերմարում է, ինքը եթե ստամոքսը ծանրաբեռնված է, իր մոտ բուռն փսխում է առաջանում, որը հաճելի չէ։ Փորձագետների դիտարկմամբ նման դեպքերում պաշտպանիչ միջոցների կիրառումը ոչ թե պարզապես ցանկալի է, այլ անհրաժեշտություն։ Պետք է գործածել պաշտպանիչ հագուստ, գլխարկներ եւ այլ միջոցներ, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունը։